Արաբա չի մասարեն նորը կնացինք, լիլուին ծծացրինք։ Հիմա էլ բոզի տղեն սրանից պրծավ, անցել է գազանանոցին, ասում է գազանանոցը պետք է տեղափոխել։ Ուրեմն գազանանոցը ղեբենի սթան։ Գազանանոցը խորհրդային միությունը սովետը որ բերեց այդպես դրեց, այդ խեղճ կենդանաբանները ամիսներով ընկել են Երևան քաղաքի մեջ, տարածք են մանեկել, որը որ իա տեսքով, ֆաունայով, ֆլորայով, բուսածածկությամբ, ժառապատմամբ, քարապատմամբ եւ այլն, պետք է մաքսիմալ մոտ լինի բնությանը։ Եվ գտել են այդ տարածքը։ Եվ բերել են կենդաններին, ասեն են ստես կենդանը պիտի ապրեն, որ գոնե իրանց զգան բնության մեջ։ Ագարկի ծնունդ։ Որ հիմա ասեմ ես պիտի վեկալ ենք տեղափոխենք Երևան, ես իմ իշպարկ ասեմ, իշ խրլուխ ասեմ, ասում 150 հեկտար նեղ տարածք կա։ Խոմ չես կարա գազանոցը վեկալ ես տեղափոխես ասֆալտի վրա կամ դաշտավայր։ Այդ տեղը որոշել են մարդիկ տասնամյակներով սովորել են բուսաբանական կամ կենդանաբանական գիտությունների դոկտորով բանը պրոֆեսոր են եղել, որ քո Աննա Բոլենի, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին եւ այլն կենդանաբանորեն ծածացնեն։ Այսօր ես բոզի տղեն եկել է, էլ չի ասում են Երևան քաղաքի մեջ տեղ չի մնացել, մեր դաչեկի ու վիլեկի հողերի համար, որ նորն ենք ուզում սարքենք։ Հիմա կենդաններին պիտի դիվադադար անենք, տեղափոխենք ընդե, որ ըտե բերենք հողերը ծախենք ու սկսենք հողեր բաժանել այն մարդկանց, ովքեր որ Ավինյան Տիգրանի համար ձայներ են հավաքելու։ Ես ասել եմ, այդ մարդիկ բոզի տղա են։ Այդ մարդիկ բոզի տղա են։ Եվ ես ղախպի ծնունդը, քանի որ զգամ որ օրորի ամեն մի հանրային ձայնի էֆիրից հետո իատուն ու տեղը ծածացնեմ են։ Հիմա արդեն ընկելա տվայտանքների մեջ, ինչ հանի, որ ընտրությունները մաքսիմալ արագ լինեն։ Հիմա խոսում են հունից ամսին կարող անի։ Ու ես ասել եմ, բոլոր են մարդիկ, լավ տղա կլնի, վատ տղա կլնի, կող կլնի, քերոբ կլնի, սկլող կլնի, այդով ուզում ալնի, ով ֆիքսվավ, ԿՊ-ի համար, ձայնային տասովքի մեջ, տնով, տեղով, ընտանիքով, անես շենելու մի անգամ դնենք, ասենք, տեսեք են, չգիտեմ, մեկի նման վեկալես դնես, սա բոզի տղա է, ոչ, են ձիվայի, վարոյի և ալի նման սիստեմատիկաբար տուն ու տեղը ծածացնելու է հանրային ձայնը, սիստեմատիկաբար, որ դրա երեխեքը կնիկը ամանչի իշնեն խանութ, գնան դբրոց, մանգապարտեզ կամ բու, մի անգամով չի վերջանալու, սիստեմատիկաբար, ումը բռնսրեցի ես բոզի տղու հետ, վայն եկավ տալով, իսկ հայի ցանկացած ընտանիք այդ կատեգորիայի, ով որ ձայները հավաքելու Ավինյան Տիգրան բոզի տղու համար, այդ է պարզա չէ, խոմ են Էդգար Ղազարյանի նմանը չի գնալու են, Ֆերդինանդ, բանը, ձայնի տասով կանի, բնավ, են քուչի մեջ բոլեմեն է պալաժենեց, իեն համարող են, որ կայնում են սպարտիվկով, չստով, շենքի հայաթը, թզբեխը ձերը, ապայման փորի տակնել բացալնեմ, են պրչոտ փորը դուրս կծար, կորմա արաբա չի մացարեն նորը կնացինք, լիլուին ծծացրինք, այդ մասավ, իրանք անպայման ունեն չէ, մինուս որնա, Մենդելեևի պարբերական աղուսակի մեջ այդքան էլեմենտ չկա, իշքան սրանց տակը կակ կա, որը որ ենթակա չէ բարձրած ձայնման, որովհետև իրանք քուչի լավ տղա են։ Ու այդ քուչի լավ տղեն պիտի հասկանա, որ մանդրադի տակով բայրակթարը ֆռմա ամեն մեկի գլխի վերևը։ Ու ով որ բռնվեց, հրաժեշտ տալու այդ քուչա իշնել կանգնելուն։ Կնիգը էլ չի կարա ծծերը ժղշերով պորտմանը սենց ձերը խպած, կա չէ տես կատեգորիա, ձերը խպած կամ հեռախոսը, իշնում են տակի աղունի խանութը առևտուր անելու, էլ չի կարա տես դեմքով իշնի, այսքան մասն էլ բաց,
կիսաբանդ, շուշաբանդ, ֆորտուշկային չեն ասեմ դրան։ Ահա, իշտ մա չէ, դե ինքը քուչի պալաժենեցի կնի գնա, ժխ։ Այդ բանը վերանալու է, տղեն չի կարա հայաթը միան լավ զգավոլով հետև պապան քուչի նայողնա, որտև կասեն, ապեշ, պապատ ոնց որ բոզի տղայա նայի, տիկտոկով ինչեր այդեմ, կամ յութուբով, հասկացեք ինչ է կանեմ։ Ավինյան Տիգրանը ձեր համար չպիտի դառնա եսի մինչ։ Դուք աջակցելով սրան քանդելու եք ձեր տունը, զգուշացնում են նորից։ Այն քաղաքական գործիչները, որոնք վոլոնտրություններին դնելու են տեխնացություն առանձին, դրանք եւս պետք է հաշվի առնեն։ Ոնց դատավոր Մարկյանն է լավ խարխայտարակ։ Այդ բոլոր տեխնացուները ունեն իրենց մինուսները, անպայման կունենան։ Բոզեն եմ, գյոթեն եմ, զոոֆիլ են, նեկրոֆիլ են, պետոֆիլ են եւ այլն, այդ ամենը սախալանով ջրեր ես։ Ամենը։ Կամ չեք դնում տեխնացություն, կամ դնելուց մենք բոլորս դնում ենք մեկ ընդհանուր պլատֆորմի վրա։ Ավինյան Տիգրանը քաղաքապետ չի դառնալու։ Ռուբեն Վարդանյանը, Հայկ Մարությանը, իմել պիտի գնան շոր Ամերիկա համերգներ տալու եւ այլն։ Ես ասել եմ, այնտեղ որ կգա ինչ-որ բանկետ են անելու, ճաշկերույթ անելու, Հայկ Մարությանն հրավիրեմ։ Ասել եմ, Հայկ Մարությանին հարց տվեք, եթե դու ուզում ես իրոք ընդդիմադիր ես, ու դու հայտարարում ես ընդդիմադիր ես, մի հատ Վարդան Ղուկասյան կա, միացեք։ Էլով կա ընդդիմադիր, Վանեցյան, միացի։ Էլով ա դնելու, Գագիկ Բեգլարյան, չգիտեմ ով անդեղ ելնելու, միացեք։ Ամեն տարի թող մեկը դառնա քաղաքապետ։ Մի տարի ղեկավարը քերիքա։ Դառը քաղաքապետ, հետո գրացեք վերեկեք փոք քաղաքապետ։ Եթե այդքան ուզում եք։ Բայց այս բոզի տղան չպիտի լինի, վայ Ղազարյան ծծծրա։ Այսօր Instagram-յան մեր էջով ուղիղ եթեր չի հեռարձակվում, հեռարձակվում է միայն TikTok-ով եւ Facebook-ով։ Մյուս հաղորդումը ամենայն հավանականությամբ կհեռարձակվի նաեւ Instagram-յան մեր բոլոր կանալներով, որովհետեւ մենք ունենք երկու Instagram-յան էջ, պրոֆիլ եւ անձնական։ Մեր մյուս հաղորդումը կհեռարձակվի նաև Instagram-յան տիրույթում, այսինքն ինչքան էս բոզի տղեկը փորձում են արգելափակել հանրային ձայն հաղորդաշարի մուտքը դեպի հասանելի տիրույթ Հայաստանի բնակիչների համար, այնքան ավելի են թքմ ասոյի փայտիկին։ Գումարած դրան մի րոպե տեղովել մենք կիսվենք, այ մոռացել էինք պաշտոնական անփութություն կարելի է ասել, որովհետև это ժողովուրդը պիտի տենան, ահա, ստեղ էլ գնաց